Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 15-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 15-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը գումար եք ստանալու, նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն հարազատների հետ, կհանդիպեք իրենց, նաև ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նա որ է սիրահարվածություն, նաև այստեղ չի բացառվում հենց հանդիպում, ձեզ սիրված եք զգում ձեր հարազատների ներկայությամբ, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք աշխատանքի մասին կխոսեն, միգուցե դուրս եք գալիս աշխատանքից, որ գնաք հանդիպեք ձեր հարազատների հետ։ Ոմանք հարցազրույցի կգնան, իրենց ռեզյումեները կտանեն, կբաժանեն այստեղ այնտեղ։ Եվ նորություն կլսեք այդ օրը, ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն սիրավեպ։ Տանը առիթ է, միգուցե դրա համար է, ինչ որ կարող է թաքուն գործողություններ եք անում այդ առիթի համար։ Նաև տան հետ կապված ինչ որ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք այդ օրը, միգուցե մաքրություն եք անում, միգուցե մեկ այլ հարց է։ Եվ այստեղ ուշադիր եղեք այդ օրը, որպեսզի ձեր հաջողությունը ձեր ձեռքից բաց չթողնեք։ Այստեղ կա նման հնարավորություն, դրա համար ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Կներեք։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 15-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ուշադիր եղեք, հնարավոր է ինչ-որ մի լավ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք։ Նաև հյուր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, սուտ կա այդ օրը, միգուցե ստի պատճառով եք նեղվում, հիասթափվում նաև, որովհետև հիասթափություն կա, տխրություն կա, միգուցե ինչ-որ մեկը սուտ է խոսում եւ դրա համար է այդ վիճակը։ Եվ մյուս կողմից էլ ինչ-որ մի բան ձեզ երջանկացնելու է այդ օրը։ Օրը այդպես երկայքի է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Կներեք, ես տան ինչ-որ մի բան պետք է անեմ ու խառնել եմ իրար, մեկ րոպե։ Ահա, ամբողջ լուսնայինները բացել եմ, միևնույնն է, էլի մարդիկ չեն նայում, պետք է անընդհատ գցել, որպեսզի մարդիկ նայեն, որ իմանա ես եսպեսա երբեք չէի բացի։ Իմ գործս եռակի դարձավ։ Ունակի չեն ուզում մարդիկ փնտրեն, ամեն ինչը պետք է ձվածեղի նման ձեռքիդ մեջ անես տաս։ Չգիտեմ ով կլսի այս հատվածը։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 15-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, չար մարդիկ, նաև հեռախոսազանգ ունեք եւ ինչ-որ մի բան կարող են ասել կամ ուզում եք, որ ձեզ զանգեին, ձեր ցանկությունները իրականանում են։ Նաև ոմանց սիրո խոստովանություն կանեն, միգուցե ձեր ընկերն է հենց ձեր սիրո խոստովանություն անողը։ Նաև ձեզ սիրված կզգաք, միգուցե ձեր ընկերոջն եք հանդիպում ու վաղուց իրոք չեք տեսել եւ տեսնելուց լավ եք զգում, ուրախանում եք, գումար կծախսեք այդ օրը, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, նաեւ օրվա ընթացքում հանկարծակի լուր կլսեք եւ տան հետ կապված ինչ-որ իրադարձություն է, միգուցե առիթ է այդ օրը տանը, միգուցե ինչ-որ մի գործեր պետք է անեք տան հետ կապված։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։
Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 15-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դրանցով պետք է զբաղվեք։ Նաև հուզվում եք, գուցե արտասվում եք, գնում եք նման կենտրոն եւ այնտեղ եք հուզվում, սա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական հաստատություն, դատական գործընթաց եւ այլն։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, մտերիմ մարդկանց հետ։ Ձեզ կհրավիրեն առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք առիթի եւ նվեր կտակ մեկը մյուսին։ Դա կարող է լինել քաղցրավենիք, դա կարող է լինել ծաղիկներ։ Ոյցե հարցում հաղթանակած եք դուրս գալու այդ օրը եւ հույսով լցված եք։ Հույսն է դել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 15-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Նաև որը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, ուշանաք, թե չէ, թե մեկ այլ հարցերը։ Նաև այդ օրը սուտ կա, ուշադիր եղեք եւ ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 15-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը գործերը կմնան չեք հասցնում լիարժեք ավարտել, նաև ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ, նաև սիրային ժամադրություն ունեն, տեստախ է ինչ-որ բնական է շարունակությունն են, նաև պայմանավորվածություն ձեր հարազատ մարդկանց հետ, և նաև նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթեր կստանաք, փաստաթուղթ կստորագրեք, կուղարկեք եւ այստեղ կամ վիճում եք ինչ-որ մեկի հետ այդպես հավեսով, հետո ձեզ երջանիկ եք զգում, որի վերջո ասեցիք այն ինչ պետք էր ասել, կամ տուն եք մաքրում, այդպես սուբորկեն ոնց որ վերջացնում եք, եթե նման գործողություն եք անում, ու բորկեն վերջացնում եք եւ այդպես երջանիկ նստում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Առողջություն։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 15-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, նաև այստեղ վիճում եք ինչ-որ մեկի հետ, հիասթափվում եք, նեղվում եք, տրամադրությունը կարող եք գցել, ոմանք ընդունեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, աշխատանքի մասին կարող եք խոսել, փնտրել աշխատանք, հարցազրույցի գնալ, հանդիպել պետական աշխատողի հետ։ Նաև ճանապարհ եք գնալու այդ օրը, կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում, միայն այնտեղ է երևի կարող այդ գործնական հանդիպումն է, որ այդքան էլ լավը չէ, չգիտեմ, ինչ-որ մի բան է այնտեղ կատարվում, որ վիճում եք, եւ ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք թաքուն
սիրավեպ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 15-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ձեզ կհրավիրեմ որևէ առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք որևէ առիթի, նաև հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, եւ այստեղ կամ գնում եք հիվանդանոց, որտեղ որ ինչ-որ մեկը պարկած է, կամ քնած է ինչ-որ պետական գործեր եւ ոչինչ տեղից չի շարժվում։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, սպասում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ տխրում եք, հիասթափվում եք, որ գուցե ուշանում է։ Եվ գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաեւ գործնական հանդիպում կունենաք կամ գործնական շփում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 15-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գումար եք ծախսելուն, գումար եք վճարելուն, նաև գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, ունեք գործնական հանդիպում, որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ նոր է սկսվում կամ ավարտվում է դա կամ վերջի 1 ամսվա իրադարձությունն է ավարտվում։ Նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք եւ ինչ որ հարցում հաղթանակած դուրս կգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 15-ին։ Հարգելի աջեղջուրներ, այդ օրը կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել։ Նաև տուն մաքրել, հա, երկուսն էլ այստեղ հնարավոր է։ Ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն այդ օրը, նաև փաստաթուղթ կստորագրեք, կստանաք, կուղարկեք, փաստաթղթերի հետ կաշխատեք, տեղեկատվություն կստանաք, նաև տատանվում եք, ծանր ու թեթև եք անում այդ օրը, ինչ-որ հարցի հետ կապված, ընտրության առջև կանգնած կլինեք, եւ գումարի մասին կխոսեք, գումար կստանաք, գումար կվճարեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 15-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, ինչ-որ զանգի միջոցով, կամ ուզում եք, որ ձեզ զանգահարեն, կամ ինչ-որ բան են զանգարում ձեզ ասում, դա է ձեր ցանկությունը։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, մի շտապեք ինչ-որ բաներ անել։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված։ Ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, ոմանք նաև ինչ-որ փաստաթղթեր կուղարկեք, կստանաք, փաստաթղթերի հետ կաշխատեք, ոմանց սեր խոստովանեն կամ դուք սեր խոստովանեք, կամ այստեղ ձեր հարազատների հետ կապված ինչ-որ հարցեր կան, նաև հանդիպում իրանց հետ, շփում, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում այդ օրը։ Գուցե հարազատների հետ է կապված, գուցե մեկ այլ բան է այստեղ, եւ հանդիպում ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 15-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, միգուցե նա ձեր ցանկությունները իրականացնում է կամ շատ էիք ուզում հանդիպել այդ կնոջը կամ այդ մարդուն, հա, կապ չունի։ Օրվա ընթացքում այստեղ տհաճ պահեր կան, միգուցե դա է, որ ձեզ ցավ է պատճառում, ցավ է տալիս։ Նաև սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի եք սպասում եւ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։